Առաջին հանրապետությունը կազմավորվել է 1918 թվականի մայիսի 28-ին, կառավարության գլուխ կանգնեց Արամ Մանուկյանը, որը ներկայացնում է Դաշնակցություն կուսակցությունը, սակայն առաջին հանրապետությունը երկար չգոյատևեց, այն գոյատևեց մինչև 1920 թվականը, երբ Հայաստանը ընդգրկվեց Խորհրդային Միության կազմի մեջ։ Կոմունիստների ժամանակով էր։ Կոմունիստների ժամանակը 1920 թվականն է։ 18 թվին ամենաառաջին ճիշտ է Հայաստանում եղավ Կարմիր բանակը, որ մտավ առաջինը Հայաստան։ Չեմ հիշում թիվը երբ ստեղծվել։ 1918 թվականի մայիսի 28-ին է հռչակվել առաջին հանրապետությունը, գոյատևել է մի քանի տարի, չեմ հիշում կոնկրետ 21 թվին է կարծեմ, ինչքան հիշում եմ արդեն է Սովետին, Կարմիր բանակը եկել է ու այստեղ իշխանությունը արդեն դուրս է եկել ու գիտեմ, որ այդ ժամանակ ա եղել, որ բանակը ստեղծելու հետ կապված տարաձայնություններ ա եղել ու Անդրանիկը դրա պատճառով է, որ Հայաստանից գնացել է։ 3 անգամ հանրապետություն 18 թվականին 21 կարծեմ, թե 19, դեպ առաջին հռչակող Արամ Մանուկյանն է եղել և վերջին անգամ էլի կրկին, բայց այս ազգային ժողովի Արամ Մանուկյան ինքնա, մենք ծաղոները գիտեմ ու թվեր, կոնկրետ դեր մանրամասնությունները չեմ խորացել, չգիտեմ։ Տեղեկատվությունը վաղը տոն այնքան զբաղված եմ, որ այս տոնն էլ չի հետաքրքիր։ Որ այդ ժամանակը որ ստորագրել են 91 թվականի մայիսի 28։ Որ այրեխոր անկախացել է, Լևոն Տեր-Պետրոսյանն է առաջին։ Առաջին հանրապետության մասին գիտեմ, որ անկախացել է 1918 թվականի մայիսի 25-ին, այս ժամանակ Հայաստանի վարչապետը եղել է Հովհաննես Քաջազնունին, Կենտկոմի առաջին քարտուղարը եղել է Արամ Մանուկյանը, որոնց օգնությամբ եւ որոնց աշխատանքի շնորհիվ էլ անկախացել է մեր Հայաստանը։ Դժվար է հիշել էլի հետո։ Թվականի որ եղել է մայիսի 28-ի հետ կապված, մենակ այդ կոնկրետ ուրիշ դեռ չեմ կարող հիշել ինձ բայ։ 1918 թվականին հենց առաջին հանրապետություն ստեղծվեց, շատ բան հիմա Արամ Մանուկյանի անվան հետ շատ բան է կապված այդ իրադարձությունը, հետո Ավետիք Սահակյան, որը պատմության գրքերում նշված չի, բայց էլի պարլամենտի գլխավորներից մեկն էր այդ ժամանակաշրջանում